Կասկադ համալիրի վերակառուցման, Կասկադ մշակութային հանգույց ծրագրի իրականացման հետ կապված այս պահին մենք ունենք հետևյալ իրավիճակը։ Հիշեցնեմ, որ ծրագիրը ըստ էության բաղկացած է երկու բաղադրիչից, Կասկադի անավարտ հատվածի վերակառուցումը, որտեղ պետք է լինի մշակութային կենտրոնը եւ որի անվանումը աշխատանքային այսպես A1 գոտու կառուցապատման աշխատանքներ են եւ հարակից հատվածում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատման աշխատանքները, որը պայմանական անվանում է B գոտի եւ եւս բաժանված է 3 բաղադրիչների B1, B2 եւ B3։ Այս բաժանումը պայմանավորված է նրանում, որ բոլոր դեպքերում ունենք տարբեր գործընթացներ իրականացնելու եւ դրանց իրավական լուծումները եւ պրոցեսները բավականին տարբեր են միմյանցից։ Այս պահին B գոտու հետ կապված մենք B1, B2-ի հարցում արդեն ունեինք համայնքային հողամասի օտարման վերաբերյալ պայմանագիրը կնքված ձեռքբերողի հետ եւ մնացել էր B3 գոտու նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումը, որը մրցույթի նախապայմաններից էր հանդիսանում, որին մասնակցել եւ ներդրումային առաջարկ է ներկայացրել ներկայիս ներդրողը եւ արդեն կառավարության կողմից դարձյալ ապրիլի 23-ին ընդունվել է համապատասխան որոշումը, որ այդ հատվածի նկատմամբ նույնպես ճանաչվել է հանրության գերակա շահ։ Բնականաբար սա նույնպես նոր օրենքի կարգավորման տրամաբանությամբ է իրականացվելու փոխհատուցման եւ գնահատումների իրականացման հետ կապված հարցերը։ Այս որոշման ուժի մեջ մտնելու հետ կապված եւս հետաձգված ժամկետ ենք սահմանվել այս անգամ դա կլինի հուլիսի 1-ը, որպեսզի հնարավորություն ունենանք բոլոր իրավական ակտերը ունենալուց հետո իրականացնել գործընթացը։ Ինչ վերաբերվում է A1-ին, ապա այս մասով արդեն ունենք տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ ֆրանսիացի ճարտարապետների թիմը մեկնարկել է նախագծի մշակման աշխատանքները, իսկ B1 եւ B2 գոտիների ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը ենթադրաբար տեղի կունենա այս ամսվա ընթացքում։ Այստեղ ներդրող կողմը ունի ենթակա գումար վճարելու, որը մոտ 300 միլիոն դրամի չափ է կազմելու միայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման համար։ A1 գոտու մասով նաև առաջիկայում սկսելու ենք աշխատել տեխնիկական հսկողի ներգրավելու համար համապատասխան պայմանագրի կազման, դրույթների հստակեցման այն տրամաբանությամբ, որ տեխնիկական հսկողը նույնպես այս ծրագրում նույնպես լինի գլխավոր ինժեների գործառույթները իրականացնող սուբյեկտը։ Շնորհակալ եմ, Տիկին Թևանյան, իրականում այս երկու ծրագրերի ընթացքից ուզում եմ ասել, որ բավականին գոհ եմ եւ այն տեմպը, որ ունենք երկու ծրագրերի իրականացման շրջանակում, իրապես խոսում է այն մասին, որ լրջորեն զբաղվում ենք հարցով եւ ուզում եմ այս տեմպը պահպանենք։ Կասկադ համալիրի բացակայող հատվածի կառուցումը ուղղակիորեն կապված է քաղաքային ենթակառուցվածքի հետ, քանի որ այդ տարածքը ամբողջապես պատկանելու է Երևանի քաղաքապետարանին, այն է Երևան քաղաքին, երևանցիներին եւ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչներին, ինչպես նաեւ մեր հյուրերին, այսինքն հանրային տարածք է լինելու իր համապատասխան թանգարանային հատվածով, երաժշտական եւ դահլիճային հատվածներով եւ ուզում եմ հատուկ շեշտել, որ սա իրապես կարծում եմ ամենամեր հաջողված, տենց գրագետ կազմակերպված պրոցեսներից մեկն է եւ կարեւորը, որ այս տեմպը չթուլացնենք։ Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, ովքեր որ այս պրոցեսում մեծ ներդրում են ունեցել, պարոն Վարդազարյանին, իրենց ամբողջ թիմին, Վահանին Խաչատրյան, իրենց թիմին եւ բոլորին, ովքեր որ այս գործընթացում թեկուզ փոքր, բայց ներդրում են ունեցել։ Շնորհակալ եմ։